Ինչ ասես չենք տեսել մենք այս 1.5 տարվա ընթացքում, այդ ամենը այս տեղի ունեցածը շարունակությունն է իշխանությունների, այսպես ասենք, հետևողական վախերի, այդ վախերը շատ հետևողական են, հիմա էլ փորձում են նման կերպ ահաբեկել, նման թրքաբարով, նման ստոր արարքներով, մենք տեղեկացանք, որ ուղղակի ընտանիքի անդամները, երեխաները ահաբեկվել են մի այլ կարգի, պատկերացրեք, ասենք, չգիտեմ, լուսադեմ 4.5 մարդիկ քնած են, հարվածից, աղմուկից բոլորը տան անդամները վեր են թռնում, մեքենան սկսում է այրվել, մի իսկական տրիլլեր, մի իսկական այսպես հոլիվուդյան սցենար։ Կրակն էլ մի 2-3 մետրից երևում է։ Այո, կրակը հեռվից տեսանելի է եղել, մի կերպ է հնարավոր եղել կրակը հանգցնել, այս լկտիության, այս սանձարձակության, այս անպատժելիության վերջը շատ մոտ է, ասեմ իմանաք։ Սա խոսում է այն մասին, որ իշխանությունները բառի բուն իմաստով խրխրացնում են, բառի բուն իմաստով նրանց կառավարումը կոլապս է ապրում, նրանք այլևս լրջորեն չեն տիրապետում իրավիճակին եւ դիմում են նման ստոր ու տականքային քայլերի, մենք այս երկրի մի անբաժան մասն ենք եւ ձեր տեսակն է այս երկրից վերանալու։ Դուք պարտվելու եք, դուք արդեն իսկ պարտված եք, սա ամոթ է, սա խայտառակություն է, սա ստորություն է, սա նենգություն է եւ բումերանգի էֆեկտը դեռևս ոչ մեկը չի չեղարկել այսքան ժամանակ, ինչ տակ բազմապատիկը հետ եք ստանալու հանրությունից, ճակատագրից, ժողովրդից, իրադարձություններից,